Ինչպես շունը կոշիկ կարեց գայլի համար։ Լատիշական հեքիաթ։ Մի բակում ապրում էր պառավ, շատ պառավ մի շուն։ Երկար տարիներ նա հավատարմորեն ծառայել էր իր տիրոջը, իսկ հիմա ոչ մի բան չէր կարողանում անել։ Տերն էլ վերցնում է ու մի անգամ ասում. «Ինչ օգուտ է պառավ շանը պահելուց, պիտի քշեմ դրան անտառ», և քշում է տնից։ Ինչ աներ խեղճ շունը, հո չէր մնա, չէր կարող մնալ, թե չէ ամեն օր փայտով ծեծելու էին իրեն։ Գալիս է անտառի բացատ, պառկում արևի տակ ու մտածում, թե ոնց պիտի ապրի։ Տեսնում է կողքին մի ոսկոր է ընկած, սկսում է կրծել։ Անտառի բացատն է գալիս գայլը և հարցնում. «Ինչ ես անում»։ «Կոշիկ եմ կարում», պատասխանում է շունը։ «Ոտքերս էլ չեն ծալվում, բոլոր ճանկերս ջարդել եմ, առանց կոշիկ մի քայլ չեմ կարող անել»։ Էստեղ գայլը մտածում է, որ իր ճանկերն էլ բանի պետք չեն, էն օրը քիչ մնաց ընկներ սառույցի վրա։ «Իսկ ինձ համար կոշիկ կկարես»։ հարցնում է նա շանը։ «Ինչու՞ չէ», պատասխանում է շունը, «մենակ թե մի քիչ մեծ գառ է պետք»։ «Գառ, կբերեմ, կլինի ուզածդ», պատասխանում է գայլը, «վաղը կստանաս»։ Առավոտյան կողմ գայլը մի ոչխար է բերում։ «Իսկ երբ գամ կոշիկդ անելու»։ հարցնում է նա։ «Դե 3 օրից, 3 օր հետո արի», պատասխանում է շունը։ Լավ։ 3 օր հետո գայլը գալիս է շան մոտ, որ իր կոշիկները տանի։ Իսկ շունը։ Նա ոչխարը կերել էր, իսկ կոշիկների մասին իսկի չէր էլ մտածում։ Շունը ասում է գայլին. «Վայ, բարեկամս, շատ անպետք կաշի էիր բերել։ Հենց որ կաղապարի վրա քաշեցի, միանգամից պատռվեց։ Եթե դրանից կոշիկ կարվի, մի օր էլ չի դիմանա»։ Գայլը միայն թուքն է կուլ տալիս, ախր ինքն էլ հաճույքով կխժռեր ճարպոտ ոչխարը, բայց ինչ արած, ձեռքից արդեն բաց էր թողել։ «Ես քեզ համար 3 օրվա ընթացքում կոշիկ կկարեմ», ասում է շունը, «միայն թե մի չաղլիկ հորդ բեր, որ կաշին լավը լինի»։ Շատ էր ուզում խեղճ գայլը կոշիկներ հագնել, և մյուս օրը նա մի թմբլիկ հորդ է բերում։ Իսկ շունը նորից ասում է. «Դե գնա և կգաս 3 օրից, 3 օր հետո արի կոշիկներդ տար»։ 3 օր շունը ուտում է հորդի միսը, իսկ գայլի կոշիկների մասին իսկի չի էլ մտածում։ Գայլը գալիս է, որ իր կոշիկները տանի, իսկ շունը սկսում է կաշին փնովել։ «Դե հենց որ կաղապարի վրա քաշեցի, նորից 4 կողմից պատռվեց, բա դրանից կոշիկ կկարվեր։ Եթե ուզում ես իմանալ, կոշիկի համար միայն ձիու քուռակի կաշին է հարմար»։ «Լավ», ասում է գայլը, «ձիու քուռակ էլ կբերեմ, միայն թե այս անգամ արդեն անպայման կոշիկներս պետք է կարես»։ Գայլը գնում է և մյուս օրը բերում է ձիու քուռակին, որի ոտքերը պայտած էին։ «Այս-ա լավ է, 3 օր հետո արի կոշիկներդ տար», ասում է շունը։ 3 օր հետո առավոտ վաղ գայլը գալիս է, իսկ շունը քուռակին կերել էր և միայն պայտած սմբակներն էին մնացել։ Տեսնելով գայլին, խեղճը վախից իրեն կորցնում է, մեկ էլ աչքն ընկնում է ձիու սմբակներին։ Դե ինչ պակաս կոշիկներ են որ։ Մեկնում է դրանք գայլին ու ասում. «Առ, հագիր բարեկամս,
Սրանցով սառույցի վրա չես գլորվի։ Գայլը քիչ է մնում ուրախությունից թռչկոտի, իսկույն հագնում է սմբակները և վազում սառույցի վրա սահելու։ Իսկական հիմարի գլուխ։ Ախր այդպիսի կոշիկներով սահում են։ Հենց նոր էր ոտքը դրել սառույցին, մեկ էլ թաթերը չռվեցին ու ոչ առաջ է կարողանում գնալ, ոչ ետ։ Հեյ, գոռում է նաշանը, օգնիր, օգնիր, ափ հասնեմ։ Շունը վազում է, բռնում գայլի վզակոթից ու քաշում լճի վրայով, իբր քեֆդ ուզածի պես սահիր։ Հենց այդ ժամանակ այդ տեղով մարդիկ էին անցնում։ Տեսնում եմ, որ պառավ շունը գայլին քարշ է տալիս ձյան վրայով։ Նրանք մտածում են, թե ծեր շունը հարձակվել է գայլի վրա, բայց ուժը չի պատում նրա հախից գալ։ Նրանք նետվում են շանը օգնության և գայլի վերջը տալիս են։ Դրանից հետո տերը նորից շանը բերում է տուն և շունը խաղաղ ապրում է այնտեղ մինչև օրս։